Հարգելի լրագրողներ, բարև ձեզ, տեղեկացնեմ, որ քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Եթե հարցեր ունեք, բայց շատ երկար չէ։ Պարոն Փաշինյան, կին թեկնածուներ էին նաեւ առաջադրվել, ինչու կուսակցությունը չի նախընտրել կանանց տեսնել ԱԺ ղեկավարության կազմում։ Դե որովհետեւ մեր մոտ դե փակ գաղտնի քվեարկություն է եղել, չեմ կարող ասել։ Բայց այդ խնդիրը չեք տեսնում, որ կանանց կարելի է։ Գիտեք, հիմա տեսեք, երբ որ ասում ենք հավասարություն պետք է լինի, այսինքն հավասար մրցակցային պայմաններում կամ ընտրվել են, կամ չեն ընտրվել։ Այսինքն այդ քննարկում եղել է նախապես, թե արդյոք պետք է քվոտա սահմանենք, որ անպայման մի կին պետք է ընտրվի մի տղամարդ, որոշվել է, որ չսահմանենք քվոտա, քվեարկությունը ազատ թողնենք։ Խմբակցության ղեկավարի մասը որոշում ունեք։ Չէ, դե էլի առաջադրումների փուլը կսկսվի եւ էլի քննարկում եւ քվեարկություն տեղի կունենա։ Ընդհանրակարգով են ասում։ Այո։ Համեցեք։ Իսրայելի որոշման հետ կապված քաղաքացիական պայմանագրի կառավարության հստակ դիրքորոշում է ինչպիսին է, որովհետև արձագանք չկա եւ այս պահին տարբեր մեկնաբանություններ են հնչում դրա վերաբերյալ։ Հայաստանի համար այդ որոշումը ողջունելի է։ Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից, այսինքն արձագանքի կարիք չենք տեսնում։ Առաջիկայում են որևէ դեպքում արձագանք չի լինելու։ Արդեն ասեցի։ Պարոն վարչապետ, ասել էիք, որ ընտրություններից կարճ ժամանակ անց հանդիպելու եք Ռուսաստանի նախագահի հետ, հունիսի 1-ին էիք նման հայտարարություն արել, բայց արդեն ավարտվեց ամիս, այդ հանդիպումը լինելու է թե ոչ, եւ եթե կար նախատեսված հանդիպում, որ կողմի նախաձեռնությամբ չեղարկվեց։ Նախատեսված հանդիպում չի եղել եւ երկրների ղեկավարների հանդիպումների կարճ ժամանակ ասած ինքը մի շաբաթ մի օր չի, այսինքն առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված։ Ձեր հայտարարությամբ պետք է ընտրություններից մոտ 1 շաբաթ հետո լիներ, ասել էիք հունիսի 2-րդ կեսին։ Չէ, դա ուրիշ թեմայի մասին է եղել եւ դա համենայն դեպս առաջիկայում կլինի համոզված եմ հանդիպում։ Օգոստոսին կայանալիք է ՀԱՏՄ նիստի շրջանակներում։ Այնտեղ միջկառավարական խորհրդի նիստ է եւ վարչապետերն են մասնակցում, նախագահները չեն մասնակցում։ Կքննարկեք վարչապետի հետ այս պատժամիջոցների հարցը։ Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկենք։ Բայց կներեք, ինչ է, եթե պատժամիջոց չի, օրինակ ձուկ արտահանող ընկերության ձուկը չեն ընդունում, բայց այդ ընկերությունը ընդհանրապես Ռուսաստան ձուկ չի արտահանել։ Լավ չհասկացա։ Կա ընկերություն, որը երբևէ ձուկ չի արտահանել Ռուսաստանի Դաշնություն, բայց իր վրա էլ այդ տարածում այդ սանկցիան, այդ դեպքում Երևի այդ ընկերության կյանքում բան չի փոխվել, եթե ձեր հարցը ճիշտ հասկացա։ Վարչապետ, իսկ ընդհանուր առմամբ այս ընթացքում գնահատվել է տնտեսությունը, ինչ վնասներ է կրել այդ սահմանափակումների արդյունքում։ Դուք տեսել եք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին 11% է եղել եւ հունվար-մայիսը եղել է 8%-ից ավելի։ Այսինքն չի ազդել։ Դե գիտեք, ընդհանրապես տնտեսության վրա միշտ էլ ինչ որ ազդեցություններ կան։ Մի ճյուղը ակտիվանում է, մի ճյուղը պակասում է եւ այդպես շարունակ։ Եվրամիության ընդհանուր առմամբ բան չի փոխվում։ Գիտեք, տնտեսական վնաս, այդպես գիտեք, նախ process-ները պետքա գնանք այս պահի դրությամբ, եկեք փաստերի վրա հաղվենք։ Փաստը այն է, որ մենք ունենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Եվրամիության աջակցությունը շարունակական է լինելու, պարոն Փաշինյան, թե 50 միլիոնը նվագ է, այսպես։ Եվրամիության հանձնաժողովի նախագահը կգա, կքննարկենք, եզրակացություններ կանենք եւ կասենք։ Մի հարց է, եթե կարելի պարոն վարչապետ ազգային ժողովի նախագահի թեկնածությունից հետո խոսում է, որ կարող է Ալեն Սիմոնյանը փոխարինի Վահագն Խաչատրյանին։ Հասկանալ կա ինչ որ հստակ պատկերացում ինչպես պետք է շարունակի ազգային ժողովի նախագահը։ Այսինքն հանրապետության նախագահի խնդիրներով պայմանավորված։ չկա այդպիսի խնդիր։ Իսկ ազգային ժողովի նախագահի, գործող նախագահի հետ կապված ինչ որ պատկերացում կա, թիմում թե ինքը որպես պատգամավոր պետք է շարունակի։ Դե
կքննարկենք ինքն է որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք որպես քաղաքական թիմ տեսեք շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ունենանք այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա ի վերջո փորձ է այս պահին մեր թիմում ազգային ժողովի 2 նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա եւ այլն եւ այդպես շարունակ, դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում եւ նաեւ կլինի պարոն Փաշինյան, իհարկե չէ, Սիմոնյանի միջև, իհարկե չի եղել, որը անձնական բան չկա իր իմ ու Ալեն Սիմոնյանի ոչ բացարձակապես։ Իրեն տեսնում եք այսքան խորհրդարանական գործունեությունը շարունակելու։ Դե իմ մենակեն չի, ես որտեղ եմ տեսնում, նաև ինքը պետքա տեսնի։ Դրա համար մենք մեր կարծիքները կհամադրենք կամ եթե չհամադրվի կքննարկենք, կտեսնենք ըստ այդմ։ Ես մեստի հետ կապված չեն։ տնտեսական։ Թե չի նստա, ասես։ Պարոն Պապոյան, կարող եք հիմա ասել, թե Ռուսաստանի սահմանափակումների պատճառով այս պահի դրությամբ ինչ խնդիրներ է ստեղծվել, որովհետև իշխանությունն ասում է ամեն ինչ նորմալ է, բայց հակառակ մենք տեսնում ենք, որ արտադրանքի Հայաստանի գյուղմթերքի հետ կապված, օրինակ նույն լոլիկ արտադրողները ասում են, որ մնացել է բերքը, կարմրում է, փչանում է, լոլիկը չեն կարող արտահանել։ Ինչ խնդիրներ կա այս պահի դրությամբ եւ ինչ լուծումներ եք առաջարկում նրանց։ Լոլիկ արտահանվում է Հայաստանից եւ մեծ քանակով նաեւ Հայաստանում է վաճառվում եւ կան որոշակի փոփոխություններ շուկայում դիցուկ հիմա գները օրինակ նույն լոլիկի մի քանի անգամ ավելի էժան են շուկայում կամ 2 անգամ օրինակ ավելի էժան են շուկայում քան անցած տարի ա եղել բնականաբար դա արտադրողների համար խնդիրներ առաջացնող է, սպառողների համար ուրախալի բան է։ Դրա համար մենք օգնում ենք մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս քիչ վնասներով հայկական շուկայում վաճառել, որովհետև երբ որ օրինակ մենք վարկային ռեսուրսների գծով աջակցություն ենք տալիս, որպեսզի իրանք օրինակ հիմա վարկի տոկոս չվճարեն կամ մայր գումար չվճարեն, դա օրինակ հավասարազոր է ինչ-որ գումար է, այսինքն իրանք պետք է թանկ վաճառեին, որ կարողանային այդ վարկը սպասարկեին։ Իրանք հիմա օրինակ այդ վարկը չեն սպասարկում կամ վարկի սպասարկման համար գումարը չեն վճարում, որովհետև այո, գները էժան են, այսինքն այստեղ մենք աջակցում ենք, որ մի կողմից մեր սպառողները ունենում են մատչելի արտադրանք, մյուս կողմից այն գումարը, որը կորցրել են մեր արտադրողները, իրենք այդ կորցրած գումարի ծանրաբեռնվածությունը, որը կարող է լինել, մի մեծ չափով չլինի իրենց վրա։ Այս 5 շաբթի օրը մենք կառավարության աջակցության նոր ծրագիր կընդունենք, որը վերաբերվում է ըստ էության ավելի լայն շրջանակի արտադրողների, որոնք օրինակ պետական աջակցության ծրագրերից մինչ այս չէին օգտվել, բայց այս փուլում մենք նրանց էլ ենք որոշել աջակցել։ Սա է իսկ Ռուսաստանում այդ սպառելիքի հետ կապված սղությունը Հայաստանում կա արդեն պատկերացում դա մեզ վրա ինչ որ կերպ կանդրադառնա, եթե այո, ինչ կերպ։ Դե այստեղ լավ լուրը նա է, որ մենք դիվերսիֆիկացրել ենք արդեն իսկ մեր ներմուծման շղթան եւ եթե դեռ երբ որ իրանական ճգնաժամը առաջացավ, այդ ժամանակ աշխարհում բենզինի գները շատ երկրներում կրկնապատկվեցին եւ ավելի, Հայաստանում որոշակի աճ եղավ, բայց դա ասենք, չգիտեմ, 5-10%-ի շրջանակում է։ Ինչու այդպես տեղի ունեցավ, որովհետեւ մենք սկսել էինք ներմուծել մի երկրից, որը մինչ այդ չէինք ներմուծում։ Հիմա այս առումով այս փոփոխությունը շատ մեծ ազդեցություն կունենար մեր տնտեսության վրա,
կունենար, եթե մենք այդ աղբյուրը ստեղծած Այս չլինենք։ պայմաններում Հիմա քանի որ այս պայմաններում այդ աղբյուրը ստեղծել ենք, ես կարծում եմ, որ այդ աղբյուրից ներմուծման ծավալները պետք է ավելացնենք, որպեսզի մեր շուկայում փոփոխություն գնային փոփոխ, այսինքն Ստեփան ասում եք, որ կլինի ինչ-որ փոփոխություն, Ես բայց գնային փոփոխություն կլինի դրա ինչ որ հետևանքով փոփոխություն միշտ ամենի